Բարդ սիրելի ընկերներ, այս միջոցառումը մեր կուսակցության մասին է, բայց ոչ այնքան մեր 50 հոգու, այլ ավելի շատ մեր բազմահասար կուսակից ընկերների։ Ու ես համոզված եմ, որ սրանով մենք ուժեղանալու ենք, ուժեղացել ենք ի դեպ, ու մենք դա զգում ենք եւ ավելի ենք ուժեղանալու։ Եվ ես ձեզ խնդրում եմ, որ դուք այս ձեր գործառույթին վերաբերվեք հենց այդպես, ձևավորեք այնպիսի ցուցակ, որը, ինչպես իմ շատ գործընկերներ նշեցին եւ ես էլ միանում եմ իրենց, հաղթելու է 2026 թվականի ԱԺ ընտրությունները։ Մենք շատերս այս մեր մի քանի շաբաթների այցելությունների ընթացքում աշճանաբար զգում ենք այդ սիգնալները, ազդակները մեր ժողովրդից, որ իրանք մեր հետ են հույս կապում, ժողովուրդ ջան։ Այսօրվա գնել է խոսեց Սանոսյան դրա մասին, Դավիթը Խուդացյան։ Ես զգում եմ, որ այդ մարդիկ, երբ որ մեզ հարց են տալիս, իրանք գիտեն, որ մենք ենք այդ հարցը լուծողը, ուրիշ ոչ մեկ։ Ու մենք այդպիսի տրամադրվածությամբ պետքա գնանք ու հաղթենք ընտրությունները։ Երբ որ իրոք ասում են, գիտեք, լավ է կարևոր մանկապարտեզ եք սարքել, բայց մեկը քիչ է, դա նշանակում է, որ իրանք ճիշտ են համարում, որ մենք դա արել ենք, բայց մի քիչ ենք արել, որտեղ երեխաները շատ են, երկրորդն է պետք։ Պարզվեց միտեղ, որ մանկապարտեզ եղել է, բայց երկրորդն են կառուցել, նորը ավելի լավն է, հինը ոչինչ, բոլոր երեխեքին տանում են նոր մանկապարտեզ։ Ու այդպես շարունակ։ Եվ ես զգացի, որ կյանքի վերաբերյալ է ցանկությունները քաղաքացիների, ոչ թե որ ինչ որ տենց շատ դժվարին իրավիճակներից դուրս գալու, այլ կյանքը ավելի լավը դարձնելու։ Դա եւ դա նշանակում է, որ մենք էլի ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ու մենք այսպիսի խաղաղությամբ մեր եւ Հայաստանը զարգացնելու մեր տեմպով ու մոտիվներով պետքա գնանք ու հաղթենք ընտրությունները։ Եվ այդ ընտրությունները պետքա հաղթեն եւս 50 հոգին եւ մնացած բոլորը։ Շնորհակալություն։